Ես եկել եմ Երևան, Տավուշին մարզի այժմ քաղաքից, մանուկ ժամանակ։ Մետաղ գտնում էի, այդ մետաղից տեսնում եմ, որ կարելի է ինչ-որ մեքենաներ, ռոբոտներ, կենդանիներ սարքել։ Հետո տենց երկար տարիներ չէի անում, մուսաս կորել էր։ Մոտակա 5-6 տարին է, մուսասնորից բացվավ ու սկսա։ Ընկերներս զանգում տունը վիդեոմագնիտոֆոն ունենք, տունը գրամեքենա ունենք, տունը հին ժամացույց ունենք, պետք է ու նկարում ու արվում են միշտ, ասում դուք մի նկարեք ու արգեք, դուք բերեք մի անգամ ես, մեկ ամեն ինչից էլ ստեղծագործել են։ Ժամացույցներ են քանդում, դնում է գրամեքենաներ են բերում նվիրում, ամեն քանդելու ժամանակ երևում այդ դետալից, այսի գեղեցիկ ոտ կլինի, այսի ականջի մասը շատ սիրուն կլինի, չգիտեմ, պոչը, ու տենց դետալները արդեն առանձնացնում եմ ու սկսում ստեղծագործել եմ։ Քանի կենդանիները շատ եմ սիրում, որ հաղորդում նայում եմ, կարող այդ օրը այդ պիրանյաների մասին նայեմ, պիրանյա պիտի հավաքեմ կամ չգիտեմ, առույցների մասին հաղորդումը, կենդանական աշխարհը ավելի շատ եմ սիրում, ավելի sense հավեսով եմ անում, էլի։ Նկարում եք ցամցանց, մի օր մեկը գրեց, բա դուք վաճառում եք, ասեցի կվաճառեմ, գինը ասեցի, բա, մյուս օրը եկավ, տարավ ու հոբին վերաղացվեց նաև փոքրիկ տենց բիզնեսի։ Սա ոչ նկարչություն է, ոչ էլ, ասեմ, փորագրություն է, որ դու իման ասես պատկերը արդեն ես գույնը տալու ես, դու քո ներկերը դնում շարում ես, կամ փորագրելը դու արդեն գիտես ինչ գործիքով ես փորագրելու, կամ որ մաս ես արդեն գծած անում ես, իսկ ստեղ արդեն ֆանտազիատ միացնում ես քո դետալները, արդեն այս դետալը սպասես, ստեղ կնենք, մի քիչ տաշել, մի քիչ ծռել, այդ բան դու չգիտես հələ ինչ դետալ ես դնելու, դու արդեն ֆանտազիատ միացնում ես, սկսում ես դետալ, քիչ-քիչ հավաքել։ Ինքս տեսակու համբերատար եմ, ահա որ պիտի հանգիստ նստեմ, տենց մզմզալով համբերատար անեմ։ Ու մոռանում եմ ամեն ինչի մասին այդ բանին։ Որն ուղղակի են դետալները վրա, չես հասկանում ոնց այդ ժամանակը տանցա։ Ընդհանրապես միտք չունեմ Հայաստանից դուրս գալու, ընդհանրապես ինչ որ գնամ ուրիշ երկրում ապրեմ։ Ղանովը ստեղել է անելու այդ հաստատ։